Հայոց եկեղեցին չի մերժում մկրտել Թուրքիայից ժամանած հայերին, պարզապես կա որոշակի նախապատրաստություն, ընթացակարգ, որը պետք է անցնի ցանկացած անձ, ով ուզում է քրիստոնյա դառնալ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա Վարդապետ Բաղումյանի խոսքով, սա միայն զգացական հարց չէ, այլ մի շարք խնդիրներ կան, որոնց առնչությամբ եկեղեցին զգուշավորություն է դրսևորում։ Թուրքիայում բնակվող հայերը, բացի իրենց բուն անձնագրից ճամփորդական, իրենք նաև ունեն ներքին օգտագործման նույնականացման քարտ։ Այնտեղ նշվում է նաև մարդու կրոնական պատկանելիությունը։ Մահմեդական է, քրիստոնյա է։ Այն մարդիկ, ովքեր որ Թուրքիայից ժամանում են եւ ցանկանում են մկրտվել, նրանց նույնպես ասվում է, որ պետք է իրենց անձնագրում փոխեն, որովհետեւ բազմաթիվ դեպքեր են, որ մարդիկ չեն ցանկանում իրենց անձնագրում փոխել։ Բացառված չէ, որ բազմաթիվ թուրքեր, քրդեր կարող են գալ եւ մկրտել, իսկ մենք բնականաբար դա մեզ համար, հատկապես մեր Պոլսայի համայնքի համար, նաև հոգևոր անվտանգության խնդիր է։ Դրա համար այս է պատճառը, որ հայ եկեղեցին որոշակի զգուշավորություն է ցուցաբերում։